Երբևէ մտածել եք այսքան պատերազմների, լարվածության ու անարդարության մեջ արդյոք աշխարհը կարող է իսկապես փոխվել։ Տեսնենք ինչ է ասում այսօր Միքիայի մարգարեությունը։ Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը, հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա եւ շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. եկեք ելնենք Տիրոջ լեռը եւ Հակոբի Աստծո տունը, մեզ ցույց կտան նրա ճանապարհները եւ կգնանք նրա շավիղներով, քանի որ Աստված Սիոնից կելնեն օրենքները եւ Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ եւ կհանդիմանի հզոր ազգերին մինչեւ հեռավորները, իրենց սրերից խոփեր կկոփեն եւ իրենց գեղարդներից մանգաղներ, եւ այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի, եւ այլևս չեն սովորի պատերազմել։ Յուրաքանչյուրը կհանգստանա իր որդատունքի տակ եւ իր թզենու ներքո, եւ չի լինի մեկը, որ զարհուրեցնի, քանի որ ամենակալ Տիրոջ բերանը խոսեց սա. եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք սակայն կընթանանք Տիրոջ, մեր Աստծու անունով, հավիտյանս եւ մշտապես։ Այն է օրը, ասում է Տերը, կհավաքվեմ փշրվածին եւ կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին, կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ եւ փշրվածին հզոր ազգ, եւ Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա, այսուհետև մինչև հավիտյան։ Միքիա մարգարեն մեզ տալիս է մի տեսիլք, որը նույնիսկ այսօր հնչում է հեղափոխական։ Նա ասում է. վերջին օրերին Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի եւ ազգերը պիտի հոսեն դեպի այն։ Սա հույսի մարգարեություն է մութ ժամանակների մեջ։ Միքիայի օրերում իրականությունը ծանր էր։ Անարդարություն, կռիվներ, քաղաքական խառնաշփոթ, բայց մարգարեն չի նայում միայն ներկային, նա տեսնում է Աստծո ապագան։ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, սա նշանակում է Աստծո թագավորությունը վերջում հաղթում է, ոչ թե բռնությունը, ոչ թե ուժը, այլ Աստծո ներկայությունը։ Խոսքը հզոր մխիթարություն է այն համայնքների համար, որոնք ապրում են անորոշության մեջ։ Մարգարեն ասում է մի զարմանալի բան. ոչ միայն Իսրայելը, այլ ազգերը պիտի գնանք Տիրոջ լեռը, նա մեզ իր ճանապարհները պիտի սովորեցնի։ Սա Աստծո սրտի լայնությունն է, մեր փրկությունը սահմանափակված չէ մեկ ժողովրդի մեջ։ Եվ ուշադրություն դարձրեք, ազգերը գալիս են ոչ թե ստիպված, այլ ցանկությամբ։ Իսկական հավատքը չի պարտադրվում, այն գրավում է, երբ եկեղեցին ապրում է կենդանի հավատքով, մարդիկ սկսում են հոսել դեպի լույսը։ Այս հատվածի ամենահայտնի պատկերն է. իրենց սրերը պիտի կոփեն խոփերի եւ իրենց նիզակները մանգաղների։ Պատկերացրեք, պատերազմի գործիքը դառնում է կյանքի գործիք։ Սա միայն քաղաքական խաղաղության մասին չէ, սա սրտի վերափոխման մասին է։ Երբ մարդը հանդիպում է Աստծուն, բարկությունը դառնում է համբերություն, վրեժը ներողամտություն, կռիվը խաղաղություն։ Սա է ավետարանի ուժը։ Միքիան նկարագրում է խաղաղ կյանքի պատկեր։ Յուրաքանչյուրը պիտի նստի իր որդատունկի եւ իր թզենու տակ, եւ ոչ ոք չի վախեցնի նրան։ Սա Աստծո խաղաղության խորհրդապատկերն է։ Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը ապահովություն է, տուն է, վստահություն է վաղվա օրվա նկատմամբ։ Որքան մարդիկ այսօր հենց սա են փնտրում։ Վերջում մարգարեն ասում է մի շատ հուզիչ խոսք. կաղին պիտի հավաքեմ, հեռացվածին պիտի համախմբեմ, կաղին պիտի դարձնեմ մնացորդ։ Աստծո թագավորությունում առաջին տեղում ուժեղները չեն, այստեղ տեղ կա
կաղի համար, վիրավորվածի համար, մերժվածի համար։ Սա մեծ մխիթարություն է, եթե դու քեզ թույլ ես զգում, Աստված հենց քեզ է փնտրում։ Եթե դու քեզ հետ վատ ես զգում, Աստված քեզ է հավաքում։ Սիրելի բարեկամներ, աշխարհը կարող է լցված լինել աղմուկով, բայց Աստծո տեսիլքը խաղաղության մասին է, դեռ ուժի մեջ է։ Մի հուսահատվեք ներկա խավարից։ Միքյան արդեն տեսել է վերջը, սարերը պիտի դառնան խոփեր, վախերը պիտի նահանջեն, խոցվածները պիտի բարձրացվեն։ Այսօր ընտրիր լինել խաղաղության մարդ, սկսիր քո սրտից, քո ընտանիքից, քո համայնքից, եւ Աստծո խաղաղությունը կսկսվի տարածվել հենց քեզանից։ Խաղաղ ու բարի օր բոլորիս։